Հարգելիներս, պատրաստում եմ կարմիր պղպեղ և ծիծակ, ավելացրեցի ձիթայուղ, աղ, դափնու տերև և 1 ճաշիկ թալ էսենցիա։ Ամբողջը շատ լավ կրակի վրա երկտամ, իդեպ նշեմ, սա պահածո չեմ պատրաստում, ես պատրաստում եմ մեր ուտելու համար։ Հարգելիներս, դե իհարկե կարմիր պղպեղ երբ որ պատրաստում եմ և պիտի տապակեմ էսենցիայով ձիթայուղի մեջ, անպայման ես դա անում եմ բակում, որ տանը հոտ չընկնի և նշեմ այսպես թեթևակի կտապակեմ և արդեն կհանեմ։ Հարգելիներս, նշեմ, որ երկար տապակել պետք չէ։ Պահել շեղվենք յանակ ծաղիկներովս և կրկին վերադառնանք մեր պղպեղներին։ Նշեմ, որ մի թեթև դաղ ենք տալիս։ Հարգելիներս, նշեմ, որ ծիծակների վրա դանակով ես կտրվածքներ եմ արել, որ ներսով դրսով լավ եփվեն։ Հարգելիներս, տարայի մեջ պետրուշկա եմ կտրատել և սխտորեմ քերիչով անցկացրել և շերտ առ շերտ կշարեմ ծիծակները, կրկին կավելացնեմ սխտոր և պետրուշկա և այդպես մինչև վերջանալը։ Ավելացնեմ նաև, եթե ցանկանում եք համը ավելի արտահայտիչ լինի, այս ծիծակների վրա կարելի է ավելացնել նաև լեչո։ Հարգելիներս, ծիծակների վրա մի փոքր ձիթայուղ եմ ավելացրել, տարայի կափարիչը կփակեմ և կդնեմ սառնարանը, համերը իրար կխառնվեն, 1-2 օր անց արդեն պատրաստ կլինի համ տեսելու։ Եվ այսպիսով կարմիր պղպեղն էլ նույն տարբերակով հավաքեցի, տարան կափարիչով կծածկեմ և կուղարկեմ սառնարանը և ասեմ, որ 2-3 օր անց կարող ենք արդեն համ տեսել։ Հարգելիներս, նշեմ նաև, որ այս կարմիր պղպեղը ես երբեք չեմ պահածոյացնում, բայց սառցեխցիկում սառեցնում եմ և շատ լավ մնում է։ Հարգելիներս, իմ պղպեղները արդեն պատրաստ են, շատ ընտիր են ստացվել, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։